Գիտեք, ես 2000, եթե թիվը խառնեմ, խնդրում եմ կներեք, դուք կստուգեք 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե փաստարկներ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդները։ Այո, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, ինչ վերաբերում է ժամկետներին։ Խանգարում է խաղաղության պայմանագրին։ Գիտեք ինչ, ես կուզենայի երկու խնդիր, մենք տարբերակեինք իրենք։ Ադրբեջանի ընկալումը խաղաղության գործընթացի եւ մեր սահմանադրության տեքստի հետ կապված։ Ես երեք դրան անդրադարձել եմ։ Սահմանադրական նոր սահմանադրություն ընդունելու հարցը մեզ համար օրակարգում ա եղել հեղափոխությունից անմիջապես հետո եւ մենք դեռևս 2020 թվականի փետրվարին ես ինքս հարցազրույցում անդրադարձել եմ այդ խնդրին, որ կա նման խնդիր եւ ես նաեւ տալիս ասում եք, որ այն կոնֆլիկտացին է, դրա համար եմ հարցնում ձեզ նաեւ դուք համարում եք, որ խաղաղության հաստատմանը դրա պահպանումը կխանգարի, դրա ես համարում եմ, որ այդ հարցերը պետք է իրարից տարբերել։ Ոչ, ես իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ ես հիմա ներկայացնում եմ տարբեր մարզերում, տարբեր հանդիպումներին, ես այդ հարցին հատուկ անդրադարձ եմ անում եւ հատուկ ընդգծում եմ, թե ինչն է պատճառը, որ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրություն պետք է ընդունվի։ Եվ կարճ ասեմ հիմա, հետագայում ես համոզված եմ առիթ կլինի այդ բանախոսությունը, որը ներկայացնում եմ, բոլորը տեսագրվում են, այսինքն ամեն ինչ պահպանված է, ամեն նախադասությունը կարելի է հետո վերստուգել։ Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք մենք։ Եվ ես դա տեսնում եմ ամեն օր, եւ ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում, եւ ես դա տեսնում եմ մեր ընկալումներում։ Եվ ես շատ մտածել եմ այդ մասին, թե ինչն է դրա պատճառը։ Իսկ իմ կարծիքով պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով։ Սահմանադրական բոլոր հանրաքվենները հանրային համոզվածության համաձայն ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել։ Այլ կերպ ասած, հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել են կամ կեղծվել են, ես ինքս էլ որպես լրագրող լուսաբանել եմ բոլոր այդ հանրաքվեները, եւ դուք կարող եք ժամանակի մամուլն էլ ուսումնասիրել։ Ձեր հարցը այլ բան չէր։ Ձեր հարցը ներողություն։ Ձեր հարցը այլ բան չէր։ Ձեր հարցին իմ պատասխանը սա է, պարզապես։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ, տեսեք, ժամկետների հետ կապված ամենատարբեր կարծիքներ կան։ Ես հիմա ձևավորված կարծիք չասեմ, որովհետև քննարկումների արդյունքում կգանք ինչ-որ մի հետևություն։